կողքին եւ հստակեցնեմ, այո, ես իմ մեթոդներով պայքարելու եմ մեր արժեքների համար։ Եթե սա հանցագործություն է համարվում, եթե այս նախադասությունը կարելի է համարել որպես իշխանության զավթելու փորձ, ապա կրկնում եմ, ես Լարիսա Ալավերդյանս, անկախ նրանից քաղաքական ուժերը ինչ են անելու, թե ինչ չեն անելու, ես մշտապես կանգնած եմ լինելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին եւ պաշտպանելու եմ ոչ միայն այդ եկեղեցին, որպես ուղղակի հավատքի մի հաստատություն, այլ որպես մեր հայ ազգի ստեղծող, հայ ազգի ազգապահպան մի այնպիսի կառույց, որը կարողացել է իշխանություն կամ կառավարություն ժամանակին չունենալով եւ պետություն չունենալով պահպանի հայ ազգը։ Ես իմ մեթոդներով պայքարելու եմ ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր եկեղեցի դեռ երբևէ չեն մտել, այն դեպքում, երբ որ այսօր ասելով, որ իրենք հավատացյալ են, ուղղակի հարվածում են, կրկնում եմ, այդ հարվածը զուտ վեհափարի հանդեպ չէ, զուտ հայ եկեղեցու հանդեպ չէ, դա միջև անգամ միայն Հայաստանի Հանրապետության դեմ չէ, այս հարվածը համայն հայության դեմ է, սա Եվս մեկ անգամ վկայում է, որ 2018 թվականին Հայաստանը զավթվել է ներսից եւ օրվա իշխանություն իրեն համարողը սպասարկում է ամբողջովին թուրք ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Ի տարբերություն շատերի, որ ասում են իրենք կատարում են Հրամանը, Էրդողանը, Ալիևը, ես պնդում եմ, որ մեծի մասամբ նախաձեռնողը հենց այս թիմն է եւ նա ոչ թե զուտ հրաման կամ փողով է դա անում, նա գրում է իր մեջ այս հակապետական եւ հակահայկական գաղափարախոսությունը։ Բոլորին դիմում եմ հստակեցնելով մի բան, սա ոչ միայն կրկնում եմ վեհափարի դեմ է, դա մեր ամեն մեկիս եւ միասնական մեր ազգի դեմ է։ Կոչ եմ անում բոլորին ամուր մնալ իր հավատքի մեջ, ամուր մնալ իր քաղաքացիական խիզախության մեջ, ամուր մնալ մի հարցում, որտեղ զիջողությունը նույն բանն է, որ դու կանգնած ես դեռ կենթանի, բայց մեռած ես որպես էակ։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Տիկին Ալավերդյան, մի քանի հարց էլի լրագրողների։ Մի քանի հարցերի կպատասխանեք այստեղ։ Տիկին Ալավերդյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է հեծը պետականացնելու կամ ազգայնացնելու մասին, սա հարմար առիթ էր, մենք գիտենք վաղուց կար նման մտադրություն, հա, ասում է ռուսներից պետք է էներգետիկ համակարգը վերցնենք, սա առիթ է լավ օգտագործելու համար։ Դե ես ասեմ ձեզ, դա ամենապղտոր պես մի բան կա, Ռեյդերսկի զախվատ։ Դա օգտվելով այս պահից, շատերը կարծում են նպատակը դա է, ուղղակի բիզնեսը խլել։ Իրականում դա լավ պղտոր ջուր է, որտեղ կարող են եւ իրենց անհագ ախորժակները եւս հագեցնել մի բանով։ Ես դա չեմ կարծում, որ ինչ որ զուտ դա է պատճառը, ուզում են բիզնեսը վերցնեն։ Բիզնես վերցնելու իրենք հազարավոր ունեն այլ ձևեր։ Սա ուղղակի լավ առիթ է, որ եւ բիզնեսը վերցնեն եւ սա կոչվում է, կրկնում եմ, Ռեյդերսկի զախվատ։ Սա ուրիշ բան չի նշանակում։ Շնորհակալություն։